Շատ կարևոր կետում մենք դրել էինք բազմակետ, իսկ բազմակետը իմ սիրելի ամենակետադրական նշաններից մեկն է, որովհետև այն իրենից ենթադրում է հետաքրքիր շարունակություն ինչ-որ մի բանի, որը դեռ բացահայտված չէ։ Մենք ողջունել ենք արդեն Անուշին, հիմա մեծ սիրով ողջունում ենք մեր լավ ընկերոջը շեֆ խոհարար Արթուր Սահակյանին, ասում ենք բարի լույս։ Ողջույն, բարի լույս։ Բարի լույս։ Արքայախնձորը արդեն գիտենք, որ մեր սեղանին է եւ Արտուր հիմա բացենք բոլոր գաղտնիքներն, ինչ ենք պատրաստում արքայախնձորը։ Մենք այսօր կպատրաստենք աղցան արքայախնձորով, որը մենք տապակելու ենք շաքարավազով եւ դարչինով աղացած։ Մենք դա տապակելու ենք ու արդեն մեր մնացած բաղադրիչներով մատուցենք։ Պանիր, պրոշուտո եւ միքս աղցան եւ մեր տարբեր թանձրուկի համար անհրաժեշտ բաղադրիչներ։ Ես այդ ընթացքում պատրաստեմ շաքարավազը, ուրեմն 1 գթալին ասացիք, որ պետք է ավելացնենք մի փոքր դարչին։ Նաև այս ընթացքում կարող ենք հետևել հետաքրքիր ու վարպետորեն շարժումներին, որով մեր շեֆ խոհարարը կտրում է։ Այո, ի վերջո ինչպես պետք է կտրել, չէ՞, յուրաքանչյուրն ունի իր կտրելու իր ձևը, բայց հիմա հասկանանք ինչպես է պետք։ Դե կա մասնագետներ, որ ավելի իրենց գործիքներով ավելի հեշտ են կարող մասնատել, բայց մենք խոհանոցներում ամենաարագ հարմար տարբերակը այս հատվածները կողքի մաքրելն է։ Բոլորի համար այսպես ամենաարագն է։ Ընդհանրապես այս մեջտեղի հատվածը ինքը չծանվող, դժվար։ Մարդիկ կան սիրում են, մարդիկ կան չեն սիրում, դրա համար մենք խոհանոցներում աշխատում ենք չօգտագործել։ Մենք այս կողքից կօգտագործենք, որովհետև բավականին շատ է, մեզ այսքան հարկավոր չի։ Եվ այսպես կկտրատենք, մենք սա տապակելու ենք շաքարավազով, ինքը իր քաղցրությունը ունի, համ քաղցրությունը, համ թթվաշությունը, մենք ավելացնում ենք դարչինի ու շաքարավազի։ Այսինքն կարամելիզացնում ենք։ Այո։ Եվ դարչինով ես պատկերացնում եմ ինչ բույր է տարածվելու։ Համն էլ շատ համեղ եւ թե տեսքը, թե Այո։ ամեն ինչը։ Կարծում եմ բավական է, մի փոքր էլ ավելացնենք։ Առանձին էլ մենք բացի աղցանից մենք կփորձենք։ Եվ հիմա պետք է թաթախենք։ Հիմա թաթախում ենք։ Ու տապակենք տաք թավայի վրա եւ ոչ մի ձիթայուղ, ոչինչ չենք ավելացնում։ Ոչ մի բան հարկավոր չի։ Միշտ իհարկե մենք վայելել ենք խնձոր եւ դարչին համադրությունը, բայց այսօր արքայախնձոր եւ դարչին Դարչինի հետ ամեն ինչ կարելի է համադրել, հավատա։ Այո, իսկապես։ Եվ այսպես տոնական, տաքուկ մի տեսակ բույր է, չէ՞ գալիս, երբ որ դարչինով որևէ բան ես պատրաստում ու միշտ համեղ է։ Ինձ համար յուրաքանչյուր բան, որ դարչինով պատրաստված է, համեղ է։ Չենք հանձնվում եւ ամեն կերպ փորձում ենք վերականգնել տոնական տրամադրությունը, հետ բերել, կարճել մի փոքրել, բայց ավելի թեթև ուտեստներով։ Արթուր, իսկ հիմքը բաղադրատոմսի որ երկրին է պատկանում։ Ինքը տարբեր խոհանոցների, պրոշուտոն ինքը իտալական խոհանոցից է, ստրաչատելի պանիրը էլի իտալական, սա ավելի ասիական կողմին է պատկանում, մենք ունենք նաև նույն իտալական, թե ֆրանսիական խոհանոցում են օգտագործում բալզամիկ քացախը եւ ձիթապտղի յուղը։ Տարբեր խոհանոցները մենք փորձում ենք ձեր միտքները համադրել եւ ստանալ մի հետաքրքիր ուտեստ։ Սա փաստորեն հեղինակային աղցան է, ճիշտ եմ հասկանում։ Ահա։ Ես միշտ փորձում եմ օգտագործել կան նմանատիպ աղցաններ, բայց ինչ-որ բան փոփոխել իմ քիմքին համապատասխան, իմ խոհանոցներին համապատասխան, որ կարողանանք մենք մատուցել հետաքրքիր համեղ ուտեստներ։ Հիմա ավելացրեցիք բալզամիկ քացախ եւ ձիթապտղի յուղ ու խառնենք։ Հետաքրքիր էր ձերքային շարժումը, որով մեր շեֆ խոհարարը փորձում է ստուգել թավայի ջերմությունը, տաքությունը։ Եթե մենք տաք չլինի, մենք որ լցնենք, արդեն խաշման process կգնա, այլ ոչ թե տապակման։ Դրա համար միշտ թավան պետք է տաք լինի։ Լավ տաք լինի, եթե
եթե ուզում ենք տապակենք։ Իդեպ ես արդեն ձեզնից սովորել եմ, թե ինչպես պետք է անել, տանը միշտ այդպես էլ փորձում եմ, որովհետև շփվելով շեֆ-խոհարարների հետ արդեն սովորություն է դարձել նաև ինձ համար։ Առաջինը այդպես ստուգում եմ, նոր ավելացնում եմ յուղը կամ որևէ բան, եթե պետք է տապակվի անյուղ։ Եվ ինչպես եք ձեռքով հասկանում, որ ջերմաստիճանն է ձեզ անհրաժեշտ եւ բավարար չափով օրինակ տաքացել է թավան։ Ըստ Ինչ պիտի տեղի ունենա տարիների ափի հետ։ փորձից վառելով ձեռքերը ամենը զգալով, Բայց լավ ջերմություն է զգում։ հա, Երբ որ արդեն լավ տաքությունը զգում ես, արդեն կարելի է տեղավորել։ հենց տապակի մեջ արդեն ունում ես եւ այս հետաքրքիր ձենը գալիս է, ուրեմն մեր տապակը տաք է։ Ինքը արդեն այս ձենը ցույց է տալիս, որ կարող եք արդեն սկսել տապակել։ Մեզ ընդհանրապես մատուցելու համար մի քանի հատ է հարկավոր, բայց քանի ունենք, պատրաստ ենք, բոլորն են կփորձեն։ Իսկ միքս աղցանը պետք է համեմենք, կարծու, թե պետք է դասավորենք ափսեի։ Մենք արդեն թանձրուկ ունենք պատրաստած, որ մենք թանձրուկը ուղղակի լցնել ենք։ Կարող եք միքս աղցանը մեջտեղ դնես, ամուշտը։ Միքս աղցանը տեղավորենք ափսեի կենտրոնում։ Եվ մի փոքր կարող ենք վերջում։ Եթե տեսնում եք, արդեն Միանգամից, այո, պրոցեսը գնում կարծես է։ կեղև կապեց։ Եթե ավելի տաք լինի մեր տապակը, ավելի լավ կլինի, ավելի խրուստյաշի Խրթան, այո, ավելի կլինի։ կլինի։ Արթուր, վստահաբար 10-ից ավել տարիներ արդեն զբաղվում ես խոհանոցային արվեստով, չէ՞, չենք սխալվում։ Մոտ 21 տարի։ 21 տարի։ Ես կարծում եմ, որ 21 տարիների ընթացքում դու կունենաս ֆավորիտ բաղադրատոմս, որին դեռ որևէ այլ բաղադրատոմս չի գերազանցում։ Կա նման ճշմարտություն, թե ոչ։ Օրինակ մենք դերասանները Աղցանի թե առհասարակ։ Աղցանի եւ առհասարակ տաքուտեստ կամ կրակի վրա պատրաստող ինչ-որ բաղադրատոմս։ Մենք դերասաններս օրինակ մեր գործունեության ընթացքում ունենում ենք դեր կերպար, որը մի տեսակ ուրույն դեր ու նշանակություն ունի մեզ համար։ Իսկ քո մասնագիտության մեջ, քո կարիերայում կա բաղադրատոմս, որը ֆավորիտն է, ամենահետաքրքիրն է, չգիտեմ, ամենաբարդ պատրաստողը գուցե։ Երևի թե չէ, որովհետև ամեն ուտեստ պատրաստելից նոր ուտեստ դու լիովին սիրահարվում ես այդ ուտեստին, ինչ որ դու պատրաստում ես եւ չկա տենց ուտեստ, որ ասեմ հենց սա ես ամենաշատն եմ սիրում։ Ինձ թվում է այդ պահին լավագույնը կհամարես այն, ինչ որ այդ պահին ստեղծագործեցի։ Հա, Մինչև որ այն անցնում է ճաշացանկին արդեն եւ դու սկսում ես մտածել այլ յուրաքանչյուր ստեղծագործության նման, ինչպես նկարիչներն են ասում, նկարը քոնն է, երբ սկսում ես դու նկարել եւ հետաքրքիր է քեզ համար եւ երբ ավարտվում է արդեն վերջ, հանձնում ես ու արդեն չես մտածում։ Ինձ թվում է այդ Շատ հետաքրքիր համեմատություն արեցիր դերասանների պարագայում եւս այդպես է, այո։ Այո, բայց Սկսում է ստեղծագործությունը, ավարտում ու հանձնում։ անցնում հանդիսատեսի դատին եւ վերջ, բայց դա միշտ քեզ հետ քայլում է, չէ՞։ Միշտ քեզ հետ է։ Մոտավորապես քանի մեզ հետ քայլի անverջ։ Դարչինի բույրը։ Այո։ Մոտավորապես քանի րոպե պետք է տապակվի արքայախնձորը։ 2-3 շատ Ճիշտ ջերմաստիճան ընտրելուց հետո իհարկե։ շատ հարկավոր չէ։ Ինքը տաքը, քաղցրը, թթվաշությունն է մեր թանձրուկի եւ մեր պանրի քաղցրությունը արդեն բալանսավորել է մեր ուտելիքը։ Հիմա մեզ մոտ արդեն Եվ ինչն է հետաքրքիր, ամեն անգամ երբ առավոտ լուսո հաղորդման համար Արտուրը գալիս է տաղավար, մտածում է լրիվ նոր բաղադրատոմս, որևէ տեղ չի օգտագործվել եւ լավագույնները միշտ որևէ ռեստորանում հաստատ որևէ ճաշացանկում տեղը չէ գտնում։ Այո, անպայման։ Այս մի հարթակ է, որ կարող ես քո միտքը, քո ամեն ինչը դու փորձել հետաքրքիր ուտելիքներով դե դա տարիների փորձն է, եթե դու ունես պատկերացում, որ ուտես, որ բաղադրիչը, որի հետ համեղ կստացվի։ Այսպես ստրաչատել է պանիրը։ Տարբեր անկյուններում տեղավորում ենք։
Եվ վերջում թանձրուկը եւ որևէ սերմ անհրաժեշտ չէ։ Չէ։ Բավական է։ Այս Դե ախր ես չեմ կարող բարձր ձայնարկություններ չանել։ Ախ, վախ, հասկանում ես, սրանք ուղիղ արտահայտչամիջոցներ են եւ հույզերի դրսևորում, անկեղծ հույզերի դրսևորում։ Ես բնավ չէի պատկերացնի, որ համեղ սնվելու հետ կապված ինայ մոտ կան նման զգացողություններ։ Ես կախում ունեմ համեղ սնվելուց։ Բայց ոչ նաև պատրաստելուց։ Ես դա գիտեմ, մի անգամ եթերում դա բացահայտեմ։ Մի անգամ չէ, բոլորս իմացանք արդեն, որ խոհանոցի հետ կապ չունեմ, բայց համեղ ուտել շատ եմ սիրում, իսկ դուք ընկերներ գերազանցում եք համեղի հետ կապված բոլոր սպասելիքները կարծես։ Եվ վերջ մեր աղցանը արդեն պատրաստ է։ Տեսեք, որքան գեղեցիկ, գունեղ, համեղ եւ շատ հետաքրքիր յուրօրինակ աղցան ստացվեց։ Շնորհակալ ենք։ Ձեզ եմ Կարծում եմ շնորհակալ։ մեր հեռուստադիտողները անպայման կօգտագործեն այս բաղադրատոմսը։ Անուշ լինի։ Մենք ենք շնորհակալ սիրելի Անուշ, սիրելի Արթուր Սահակյան, որ առավոտյան միացաք մեզ այդ թոհուբոհի մեջ, որովհետև բոլորս գիտենք, որ այսօր հատկապես խոհարանները, սրճարաններում եւ ռեստորաններում պարզապես ազատ ժամանակ չունեն, ակտիվ է մեր երկիրը այդ իմաստով հատկապես։ Շնորհակալություն ձեզ, օրվա դրական շարունակություն, վայելենք տեսահոլովակ, մենք էլ գնանք ու ինան վերջապես փորձի հասկանանք ինչ է այնտեղ կատարվում։